Մենք հիմնականում դեմ ենք այլ ոլորտներում սուբսիդիայի, բայց գյուղատնտեսության մեջ մենք կողմ ենք սուբսիդիային, քանի որ այլ երկրները նույն բանն են անում։ Օրինակ, Հայաստան եկող բելարուսական փոշին 9000 տոննա ռուսական բելարուսական փոշին, որը 100,000 տոննա կաթից է ստացվում, փակել է մեր ամբողջ շուկան եւ Հայաստանը չի փակում իր պահանջը։ Մեր առաջարկն է տարեկան հայկական բյուջեն 52 միլիարդ դրամ է ծախսում գյուղատնտեսական ծրագրերի վրա եւ մենք տեսնում ենք, որ վերջի 7-8 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը երկրում անկում է ապրում, չնայած այս հարյուրավոր միլիոն դոլարների պետական ծախսերին, որոնք կարող ենք համարել, որ էֆեկտիվ չեն։ Ինչ պետք է անել 52 միլիարդ դրամ տարեկան ծախսի տեղը, եթե մենք սուբսիդավորենք կաթի գինը Հայաստանի գյուղերում բոլոր, մենք կկարողանանք ընդամենը 20-ից 22 միլիարդ դրամով, այսինքն գումարի կեսով գյուղերում երկրորդ կյանք ապավել մարդկանց համար։ Իսկ դա կավելացնի գնողունակությունը, դա կբերի հավելյալ հարկեր, դա կբերի ակտիվություն մեր շրջաններին։ Սա այն ծրագիրն է, որը մեծ հաճույքով եւ մեծ պատրաստակամությամբ մենք պատրաստ ենք անել եւ մեր ձևաշարժման հաջողության պարագայում մենք դա անելու ենք 6 ամսվա ընթացքում, որի համար շատ ուրախ ենք։ Շնորհակալություն։